Երեք պատճառ, թե ինչու ընկերությունը պետք է ունենա սեփական ոդկաստ, ու ինչի այն պարտադիր չի, որ պետք է լինի ձանձրալի։ Առաջին, բրենդը դադարում է լինել միայն լոգո։ Մեծ ընկերությունների խնդիրը պարզ է։ Մարդիկ չգիտեն, թե ով է կանգնած բրենդի հետևում, իսկ ոդկասթը տալիս է դեմք, ձայն և մտածողություն։ Երկրորդ, բարդ բիզնես մոդելը կարելի է բացատրել ավելի հեշտ։ Զրույցի, հումորի, իրական պատմությունների միջոցով կարելի է ներկայացնել ճանապարհը, որն անցել եք։ Այն թույլ կտա լսարանին ավելի հեշտ ընկալել բրենդը, նրա պատմությունը, առաքելությունը և տեսլականը։ Երրորդ, վստահությունը չի կառուցվում միայն սոշիալ մեդիա պոստերով։ Մեծ գործարքները որոշվում են վստահությամբ, ոչ թե ռիչով կամ այլ մետրիկաներով։ Ոդկասթը աշխատում է հենց դրա վրա։ Ու դե իհարկե, ոդկասթի սեթափը զրույցը դարձնում է ավելի անկեղծ և ավելի վստահելի։ Իսկ ինչ ենք մենք առաջարկում։ Ոչ դասական ոդկասթ, չնայած դասականն էլ կարող ենք անել, ոչ հարց ու պատասխան, այլ զրույց հագեցած բի-ռոլ կադրերով, զվարճալի պատմություններով, ժամանցով, խաղերով և այլն։ Ունեք հարցեր, գրեք մեզ, իսկ ես երկրորդ մասում կպատմեմ, թե ինչու սկսել ոդկասթներ հենց 2026 թվականին։